7 մահացու մեղքերի շարքում հպարտությունն ու նախանձը Սուպրիկոր Տաթևացու համար ավելի ծանր են, քան մյուս 5-ը, քանի որ մյուս մեղքերը գործեցին Ադամն ու Եվան, իսկ հպարտությունն ու նախանձը նախ գործեց Սատանան։ Սատանան հպարտանալով ընկավ երկնքից, իսկ հետո նախանձելով Ադամի փառքին դարձավ նրա անկման պատճառը։ Այսպիսով մեծ է նախանձի մեղքը, քանզի մարդուն դարձնում է Սատանայի գործակից և նրա նման։ Նախանձը լինում է բարի և չար, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Չար է այն նախանձը, երբ տեսնելով մարդու մոտ բարիքը, լինի դա փառ կամ այլ բան, սաստիկ հիվանդանում և տանջվում են, թե ինչու է նա այդ բանը ունի, և ուրախանում են, երբ տեսնում են մարդուն պատահած որևէ չարիք, երբ որ չարիք է պատահում։ Նախանձել մեղավորներին և ձգտել նմանվել նրանց, այսինքն շնացողներին, հարբեցողներին, գողերին և այլն, նույնպես չար նախանձ է։ Իսկ ահա երբ տեսնելով բարի գործերը, պահքը, աղոթքը, ողորմությունը, հավատը, հույսը և սերը ձգտում են նմանվել այդ գործերի կատարողներին, ապա այդ նախանձը բարի է։ Օրինակ մենք սրբերի կյանքը տեսնելով նախանձով ենք լցվում և բարի գործ ենք անում։ Այս մասին է ասում նաև Սուրբ Պողոսը. նախանձախնդիր եղեք լավագույն շնորհներին։ Բարի նախանձը երևում է բարի մարդկանց մեջ և հաճելի է Աստծուն, իսկ չար նախանձը, որ սատանայի սերմն է, գտնվում է չար մարդկանց մեջ